Սենսացիոն. Վանա լճի հատակին հայտնաբերվել է Ուրարտական դարաշրջանի ամրոց։ Թուրքիայի տարածքում գտնվող ամենախոշոր Վանա լճի հատակին հնագետները հայտնաբերել են Ուրարտական քաղաքակրթության հնագույն ամրոցի բեկորներ։ Նախնական գնահատականներով ամրոցի բեկորները առնվազն 3000 տարեկան են։ Այս մասին հաղորդել է անգլիալեզու World of Archaeology առցանց ամսագիրը։ Երկրաբանները կարծում են, որ լիճը Նեմրութ լեռան հրաբխային ժայթքումի արդյունքում ձևավորված խառնարան է։ Այսօր լճի ջրի մակարդակը մոտ 150 մետրով ավելի բարձր է, քան ուրարտացիների օրոք, ինչը հնարավորություն է տվել հազարամյակների ընթացքում հնագույն ազգի կողմից կառուցված միջնաբերդը թաքցնել մարդկային աչքից։ Վանա լիճը ուսումնասիրող ջրասուզները հայտնաբերել են բերդի հիանալի պահպանված պատը, որը, ինչպես ենթադրվում է, կառուցվել է Ուրարտական քաղաքակրթության կողմից։ Այս գտատուն իսկական հրաշք է, որը տեղի ունեցել ցնցող ուսումնասիրությունների արդյունքում։ Երկար տարիներ գիտության տարբեր բնագավառների մասնագետները համակողմնակիորեն ուսումնասիրում էին լիճը, նախքան եզրակացնելը, որ Ուրարտուի ամրոցները կորել են լճի խորքում։ Սկզբում գիտնականներին գրավում էին Վանա լճի լեգենդները, որտեղ նկարագրվում էր հին ժողովրդի գանձերը եւ ջրի տակ թաքնված ավերված ամրոցը։ Հեքիաթը սուտ է, բայց դրանում ակնարկ է, ուստի գիտնականները կազմակերպեցին ստորջրյա արշավախումբ, բայց հետաքննությունը տևեց 10 տարի։ Տարիներ շարունակ ստորջրյա հնագետները սուզվում էին Վանա լիճ, բայց սկներից ու մարջաններից բացի ոչինչ չէին տեսնում։ Բացահայտումը տեղի ունեցել միայն հիմա, 2020 թվականին։ Նրանց հաջողվել է գտնել ամրոցի քարեաշարվածքը, որին դարեր շարունակ քայքայիչ ազդեցություններից պաշտպանել են լճի ջրերը։ Խորտակված միջնաբերդի որմնաքարի ուսումնասիրությունը հաստատեց գիտնականների ենթադրությունը, որ այս ամրոցը կառուցվել է Ուրարտուի դարաշրջանում, քանի որ նմանատիպ քարը եւ որմնադրությանը վերաբերող այս տիպն արդեն գտնվել են ուրարտացիների շատ այլ հուշարձաններում։ Ամրոցը, ինչպես նաև տարածքի մի շարք բնակավայրեր, կառուցվել են այն ժամանակ, երբ ջրի մակարդակը շատ ավելի ցածր էր, քան այսօր։ Հիշեցնենք, որ ուրարտական հնագիտական բնակավայրերի մեծ մասը տեղակայված են 4 լճերի միջև՝ Թուրքիայում Ժիլդիր եւ Վան, Իրանում Ուրմիա եւ Հայաստանում Սևան։